Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար։ Ձեր օրակարգում ինչ հարցեր են հիմա, բացի այն հարցերը, որոնց եւս պետք է անդրադառնանք, որ հանդիպում եք տարբեր քաղաքական ուժերի միավորումների հետ խորհրդարանական եւ արտախորհրդարանական։ Ինչ նպատակով են այս հանդիպումները, ինչու եք նախաձեռնել կամ ով է նախաձեռնել եւ սրանից զատ ինչ օրակարգով եք առաջարկում։ Հանդիպումների մասին նաև օրակարգի նախորդ հայտարարել ենք, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը եւ այն ամեն ինչը, ինչ որ անում է այսօրվա այս վարչախումբը, այդ ամեն ինչին եւ առած քաղաքականության հակազդեցություն ձևավորելու համար գտնում ենք, որ քաղաքական ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերի միջև խորհրդակցությունների ուժերը մեկ տեղելու եւ առաջիկա իրադարձություններին պատրաստվելու խնդիր կա։ Այն հարցերը, որոնք քննարկում ենք քաղաքական ուժերի հետ, հետեւյալն է։ Մենք գտնում ենք, որ մի շարք հարցերի շուրջ անհրաժեշտ են, որպեսզի ոչ միայն քաղաքական ընդդիմադիր ուժերը, այլ նաեւ ազգային պետական մտածողություն ունեցող տարբեր շրջանակներ համագործակցեն։ Խոսքը ամենևին չի վերաբերվում մեկ ընդհանուր դաշինք կամ նման միավորում ստեղծելու, բայց օրակարգային առաջնահերթ հարցերի շուրջ համագործակցելու։ Դրանք են հայ առաքելական եկեղեցու պաշտպանության խնդիրը, քաղբանտարկյալների խնդիրը, որ մենք առաջարկում ենք, պետք է առաջնորդվել քաղբանտարկյալը, որևէ քաղբանտարկյալ, բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով եւ պայքարենք իրենց ազատության համար։ Ու այս իշխանությունների կողմից ովքեր հալածվում են, կապ չունի իրենք քաղաքական ինչ հայացքներ ունեն կամ անձնական ինչ հարաբերություններ ովում հետ։ Եթե հալածում են այս իշխանությունների կողմից, միասնական ուժերով պետք է իր կողքը կանգնենք եւ պաշտպանենք։ Դրանից բացի նաեւ հավանական բռնություններին, ռեպրեսիաներին, ընտրությունների դեպքում նաեւ համարժեք հակազդեցություն ձևավորելու եւ ընտրությունը վերահսկելու մի շարք հարցերի շուրջ գտնում ենք դրա անհրաժեշտությունը կա։ Արդեն մի քանի ուժերի հետ հանդիպել ենք, շարունակում ենք այդ խորհրդակցությունները։ Նախնական տպավորությունը բոլոր այն ուժերի հետ, որ հանդիպել ենք, հետեւյալն է. դաշտում կա մեր առաջարկած օրակարգի շուրջ ընդհանուր փոխըմբռնում, բայց դա լինելու է շարունակական, մինչև հասնենք վերջնական արդյունքի եւ եզրակացության։ Որն է վերջնական արդյունքը։ Ես հիշում եմ, դուք որ պատմում եք նույն օրակարգերը եւ թե ինչ հարցերի շուրջ եք հանդիպում, հիշեցի մի շարք շարժումներ, որտեղ մի քանի տասնյակից ավելի ընդդիմադիր ուժեր խորհրդարանական, արտախորհրդարանական միավորվել են, հետո վերջ, միավորվել են կրկին վերջփրկության շարժում, դե սրբազան պայքարի ավարտը մի փոքր այլ կերպ եղավ, եթե իրենք համաձայն շարժումների ընթացքում հիմա հերթական անգամ նորից նույն ձեռագրով ինչ է հաջողելու։ Այդ շարժումների ընթացքում իրոք մեզ հաջողվել է մի քանի կարևոր հարցերի կամ այդ շարժման օրակարգերի շուրջ ընդդիմադիր քաղաքական դաշտին միավորել։ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ շուրջ 17 ուժ մասնակցել է շարժմանը, ընդհանուր համախոհություն է տեղի ունեցել։ Դիմադրության շարժման ժամանակ բավականին ընդգրկուն ուժերը համախմբվել են, նույնը տեղի ունեցել նաև սրբազան շարժման ժամանակ։ Կոնկրետ նպատակի, կոնկրետ օրակարգի շուրջ, այսինքն դուք պատկերացրեք այսօրվա իրավիճակը։ Երբ որ ընդդիմադիր դաշտում գլխավոր թիրախին թողած շատ հաճախ պայքարում են իրար դեմ, այս իշխանությունը իր ողջ պետական ռեսուրսով, հնարավորություններով, իր ամբողջությամբ հատ-հատ փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախները, իսկ սրան դիմագրավելու եւ համարժեք հակազդեցություն ցուցաբերելու համար որևէ մեկ ուժ առանձնաբար դա չի կարողանում։ Հատկապես այն խնդիրները, որ մենք առաջ ենք բերում, դրանք օրակարգային առաջնային հարցեր են, վերաբերում են բոլորին եւ մեր երկրի ճակատագրին։ Այսինքն այլընտրանքը չհամագործակցելու այս հարցերի շուրջ եւ ուժերը չկենտրոնացնելու, այնա որ այս իշխանությունը այդ իրավիճակում հնարավորություն կունենա վերարտադրվել։ Իսկ եթե այսօրվա այս չարիքի վարչախումբը կրկին կարողանա վերարտադրվել, իրականում մենք պետականություն
ունենալու չունենալու խնդրի առաջ են կանգնում։ Դուք դա ասում եք նաև 21-ին եւ դրանից հետո, Եվ բայց ես իմացածն այն է, որ ինչ որ դուք ասել ենք, համախմբվում եք եւ հետո նորից անցնում է որոշակի փուլ, նորից համախմբվում եք, հետո նորից մեկ այլ օրակարգ է թելադրում իշխանությունը, դուք նորից քննարկում եք համախմբվելու մասին։ Այս շղթան նույն ձեռագրով որքանով է տարբեր քաղաքական ուժեր են, եթե մեկի մտքով անցնում է կամ մտածում է, որ կարող է դաշտի քաղաքական շատ տարբեր հայացքներ ունեցող միավորներին միավորելու այդ միավորը այտենց մշտական գործի, դա այդպես չի լինելու։ Դրա համար մենք գտել ենք կամ առաջարկում ենք ավելի արդյունավետ ձև, այն որ հաճախ ասում են ընդդիմությունը պետք է միավորվի ամբողջությամբ եւ այլն, չի լինելու դա։ Դա ժամանակի վատնում է։ Նախ դրա արդյունավետությունը ես չգիտեմ որքան կլինի, եթե բոլորը նույնացվեն ու միավորվեն, եւ երկրորդը դա հնարավոր չի լինի։ Իսկ այս հարցերի շուրջ մենք լիարժեք համագործակցության հնարավորություն տեսնում ենք ու դա բխում է բոլորի շահերից։ Ընդ որում սա որևէ կերպ չի սահմանափակում որևէ քաղաքական ուժի ինքնուրույն առանձնաբար իր ծրագրերը իրականացնելու, այդ թվում նաև ընտրություններին մասնակցելու։ Խոսքը այս մի քանի հարցերի շուրջ համագործակցությունն է, որը ստեղծել իրական արդյունավետ մեխանիզմներ այս իշխանությունների աննորմալ այլանդակ բռնաճնշումներին, սահմանափակումներին եւ ապօրինություններին հակազդեցություն ցույց տալու համար։ Իսկ խոսացիք նաև որ իրար էին թիրախավորում։ Իսկ վերաբերման ներողություն այն հարցին, որ այս նույն գնահատականները 5 տարի առաջ ենք տվել, այո, տվել ենք եւ դժբախտաբար ինչ որ ասել ենք իրականություն է դարձել։ Բայց այդ դեպքում այսինքն այն կանխատեսումները, երբ որ մենք ասել ենք, եթե սրանք նույն ընտրություններից հետո մնան իշխանության Արցախը հայաթափվելու է, այո, հենց դրա համար այդ կանխելու համար դիմադրության շարժում ենք արել։ Շարժումը իր նպատակին չի ասել, բայց այն տեղի է ունեցել։ Այսինքն այն գնահատականները, որ տվել են այս իշխանություններին անցնող տարիների ընթացքում, դրանք դժբախտաբար իրականություն են։ Իսկ դուք ուսումնասիրում եք, օրինակ, ինչու ասում եք, որ ճիշտ եք ասել, ինչ կանխատեսել եք, իրականացել է, իսկ ինչու չի հաջողվում այդ շարժումներին լայն կոնսոլիդացիա ունենալ հասարակության եւ ընտրություններում նաեւ հասարակության աջակցություն ունենալ, պատճառները ուսումնասիրվում են այդ հերթական շարժումներից հետո, թե իհարկե ուսումնասիրում են, դրա մասին բազմաթիվ անգամ խոսել ենք եւ նաեւ այդ ուսումնասիրության արդյունքում է եղել, որ ամեն շարժում նախորդից ավելի լայն ծավալ է ունեցել, ավելի շատ մարդ են կարողացել հանել փողոց, բայց այո, համաժողովրդական ընդգրկուն, ընդվզում չեն կարողացել ստանալ, որովհետև փողոցային ճանապարհով իշխանությանը հեռացնելու միակ տարբերակը նա է, որ այն ծավալի քանակությամբ քաղաքացիներ դուրս գան փողոց, որ այլևս իշխանությունը չկարողանալ դիմադրել, այլևս երկրում ստեղծվի երկիշխանություն եւ ուժային կառույցները ջարդելով, բռնելով, ձերբակալելով, ապօրինություններով չկարողանան ժողովրդի բողոքի ձայնը լռեցնել։ Այո, այդ ծավալին չեն կարողացել հասնել։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, խոսել ենք Դրա համար էլ իշխանությունն ասում է, որ գնացեք եւ արեք իշխանափոխություն, եթե այս ամենը վատ է։ 24 ժամ թող դադարի ապօրինությունները, ԱԱՑ-ի ոստիկանության դատախազության ապօրինի գործողությունները, տեսնեմ ինքը կմնա իշխանության թե չէ։ Այսինքն շարունակ բռնություններով պահում է իր իշխանությունը, հետո էլ ժողովրդին ասում է, դա եթե վատն եմ հեղափոխություն արեք։ Ժողովրդի վրա անցնող տարիների ընթացքում մի քանի անգամ կրակել է։ 22 թվականի հունիսի 3 5 տասնյակ մարդ ձերբակալել է, կրակել է, տասնյակ վիրավորներ։ 24 թվականի հունիսի 12 սրբազան շարժման ժամանակ պաշտոնական տվյալներով 101 վիրավոր, բայց իրականում 200-ից ավել։ Տասնյակ մարդկանց տարել է կալանքի, այսինքն ամբողջ պետական ռեսուրսը ուժային կառույցները ամենալեկտի, ամենաայլանդակ ձևով կիրառում է, վերջում ասում է հեղափոխություն չեք անում, եթե չեք անում, ուրեմն համաձայն են իր վարած քաղաքականության։ Բայց ես ձեր ասածները որ համադրում եմ, պարոն Սաղաթելյան, ստացվում է ձեր նշած գործիքակազմը, որը դուք եք որակավորում եւ ասում, որ այդպես անում իշխանությունը, ինքը դա ինչու պետք է դադարի մի օր չանել։ Միշտ էլ անելու է, հետեւաբար ձեր գործողությունները ինչի են ինքը դադարելու է, ես ասում եմ, քանի ինքը կարողանում է մարսել, շարունակելու է։ Ես հիմա էլ եմ ասում, եթե ինքը կարողանում է սրբազաններին ձերբակալել, մարսել, ազգային բարերար Սամվել Կարապետյանին ձերբակալել, մարսել եւ այդ ամեն ինչը չի կանգնում իր կոկորդին եւ այդ համարժեք քայլերը եւ ժողովրդական ընդվզումը այնքան մեծ չի, որ ինքը խնդրեմ ունենա, այո, հերթով ձերբակալելու է։
Եվ հենց դրա համար են քաղաքական ուժերին առաջարկում, որ եկեք առնվազն այս կետերի շուրջ միավորենք մեր ռեսուրսները, որ կարողանանք այս չարիքի մեքենային, այս ամեն ինչին դիմադրել եւ համարժեք հակազդեցություն ցույց տալ, որովհետեւ այո, եթե ավելի ուղիղ ասեմ, եթե այդ շարժումների ժամանակ նախորդող բոլոր ուժերը, բոլոր դերակատարները իրենց ամբողջ ռեսուրսների եւ հնարավորությունների չափով միացած լինեին ու անկեղծ կանգնած, հիմա ձեզ վստահեցնում եմ, այսօրվա իշխանությունը չէր լինի։ Հիմա էլ դեռ ուժ չի։ Շատ լավ է, որ ասացիք բոլոր ռեսուրսները եւ անկեղծ կանգնած լինեին եւ հիմա էլ դեռ ուժ չի, բայց իմ ասածն այն բանի մասին էր, որ դուք ասում եք միշտ օգտագործում է վարչական լծակները կամ ռեսուրսները եւ պահում է իշխանությունը, իսկ ինչու պետք է չօգտագործի։ Օգտագործելու է ու սա էլ ասեմ։ Բայց բոլոր իշխանություններն էլ այդպես են լինելու, այսինքն այո, տեսեք, հիմա ինչ է կատարում, շատերը քաղաքական ուժերը տարբերվելուց բաններ ասում են ընտրություններով Հայաստանում ոչինչ չի փոխվի։ Երբ որ հարցում ենք ինչու, ասում են, որովհետև ինքը շարունակելու է բռնությունները, շարունակելու է ապօրինությունները, պետական վարչական ամբողջ ռեսուրսը օգտագործելու է, կեղծելու է, նույնիսկ հաղթել իշխանություն չտա։ Իրականության մեջ այս գնահատականները ինչ որ ասում են, ճիշտ են ասում։ Հիմա ես հարցնում լավ, բա այլընտրանքը ո՞րն է, ոչինչ չանել, այդ ընտրության հնարավորությունն էլ բաց թողել, թե հիմիկվանից ֆիքսել այդ բոլոր խնդիրները, այսինքն գիտենք չէ ինչ է անելու։ Եկեք գիտենք ինչ է անելու, մենք էլ հասկանանք ոնց ենք մեր պաշտպանությունը կազմակերպելու եւ սրա շուրջ իրական հակազդեցություն ձևավորելու։ Այս սրա մասին է խոսքը։ Ոչ թե պետքա շարունակ ասել բան չփոխվի, մարդկանց տանել հուսահատության, այլևս էլ ընտրությունների հետ էլ մարդիկ հույս չկապեն։ Այլ պետք է շատ հստակ նաև մեր հասարակությունը տեսնի, որ առնվազն այս հարցերի շուրջ ընդդիմությունը ձևավորել է պայքարի միասնական ճակատ։ Դա կբերի վստահություն, դա կզսպի իշխանությունների քայլերն ու գործողությունները, սրա մասին է խոսքը։ Ու պարզապես մենք դա տեսել ենք, ես հենց դա եմ ասում, եւ նորից տեսնելը չգիտեմ որքանով արդյունավետ կլինի։ Այս օրինակներ բերեմ, եթե այդ ձև մտածեին Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ընթացքի մեջ 30 անգամ խայտարակ ձախողվել է։ Որն է դրանք, սկսած են 1+1-ից վերջացրած իմպիչմենտից ու չգիտեմ ինչից, բայց չի դադարել, չէ՞, ինչ որ պայքարելու։ Այսինքն, եթե ինչ որ մի բան չի ստացվում մինչև հիմա, դա չի նշանակում, որ այլևս չի իշխանության գալը։ Ու պետք է, այո, ու այսինքն դե լավ որ չի ստացվել, եկեք գնանք տներով, ոչինչ չանենք։ Ընտրությունների մասով հետաքրքիր համեմատական էլ կա, նույն հետհեղափոխական Վրաստանում, երբ ասում էին, որ ընտրություններով ոչինչ չի փոխվի, նույն վերլուծաբաններ եւ քաղաքական օրակարգի շուրջ խոսող մարդիկ 2011-ին բանդային սկանդալը փոխեց ընտրությունների արդյունքներ եւ ընտրություններով փոխվեց իշխանություն, բայց այնտեղ հասարակության արձագանքը մի փոքր սուր էր այդ երևույթների հանդեպ։ Հիմա մենք կամ շատ մեր հասարակությունը կամ շատ բան է տեսել, այլևս արձագանքը, նույն արձագանքը թույլ է։ Նույն Փաշինյանի ասած հայտարարությունների եւս արձագանքը թույլ է։ Նա ամեն առավոտյան ասում էր, որ խաղաղությունը ոչ թե պետք է գա, այլ եկել է եւ տեսնում էր, որ չկա այդ արձագանքը։ Ես կարծում եմ, որ այն 51% չընտրողը, որոնք ընտրողների իրավունք ունեցողները, որոնք չեն մասնակցել նախորդ ընտրություններին, իշխանությունը պետք է աշխատի, ընդդիմությունը պետք է աշխատի հիմնականում այդ զանգվածի հետ, որովհետև մասնակցողներն այսպես թե այնպես կողմնորոշված էին, թե որ քաղաքական ուժին պետք է ընտրել։ Գիտեք, ընտրություններին հաղթելու կարևոր պայմաններից մեկը նաև նա է լինելու, որ կարողանանք բարձր մասնակցություն ապահովենք։ Դու գիտեք, կա վիճակագրություն, որ տեղամասերում ընտրությունները նաև վերջի թիմ ընտրություններում մասնակցությունը 50%-ից ավել է, այդ տեղերում իշխանությունը պարտվում է։ Իհարկե մեր խնդիրներից գլխավոր խնդիրներից մեկը անտարբեր մարդկանց տեղամաս տանելն է։ Բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ասում են, որ միևնույն է բան չի փոխվի, հետեւաբար ինչ իմաստ կա գնալ ընտրության։ Երիտասարդությունը, որ այս իշխանություններին դեմ հիմնական հատվածն է, չի գնում ընտրության։ Մենք այստեղ մեծ ծավալի խնդիր ունենք անելու, այստեղ մեր կողմից շատ ողջունելի են բոլոր այն ուժերը, նաև նոր ուժերը, ովքեր հայտ են ներկայացրել եւ հույս ունենք, որ իրենք էլ իրենց մասով ամեն ինչ կանեն, որ այդ անտարբեր զանգվածին հասարակության այդ շերտերին տանեն տեղամաս։ Հաղթելու գլխավոր պայմաններից մեկը բարձր մասնակցությունն է եւ նաև փոքր ուժեր, ովքեր ընդդիմադիր դաշտում գոյություն ունեն, բայց ակնհայտ է չեն կարողանալու շեմը հաղթահարել, պետք է միավորվեն կամ փոքր ուժերը միմյանց հետ կամ խոշոր բլոկներում, որպեսզի չփոշիացվի։ Այս երկու հարցը շատ նաև առաջնային քննարկման հարցերից
մեկն է, որ պետք է լուծենք։ Գիտեք, ընտրություններով հեշտ չի լինելու։ Մենք երբեք չենք ասում, որ սա ամենահեշտ, ամենաբան ճանապարհն է, բայց այդ հնարավորությունը բաց թողել ու ամեն ինչ չանել այդ ճանապարհով սրանց հեռացնել, դա սխալ քաղաքականություն, մարտավարություն է, հատկապես որ 5 ամիս հետո ընտրություն է, էլի, այսինքն այլևս դա անխուսափելի է դառնում։ Ընտրությունների համար իշխանությունը դիմել է Եվրոպական միությանը եւ հիբրիդային պատերազմի դեմ պայքարում իրենց օգնելու, աջակցելու համար եւ իշխանությունների ներկայացուցիչների գրառումները նայելիս հիմնականում ասում են, որ դեմ են նրանք, ովքեր կամ օգտվում են դրանից կամ ստեղծում են այդ հիբրիդային գործիքակազմը կամ մի խոսքով նրանք են այդ ամենին դեմ, ովքեր դրա մաս են կազմում։ Ինչպես կմեկնաբանեք այս նախ միջամտությունը եւ երկրորդ դուք դեմ եք կողմ եք եւ ինչու եք դեմ, եթե դեմ եք։ Ես երեկվանից արդեն 2 պաշտոնական հայտարարություն եմ արել այս մասին, սա մի խայտառակ գործընթացի սկիզբ է։ Սա Եվրոպական միության շատ ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, սրանով փորձում են սահմանափակել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ կամ արտահայտման իրավունքը եւ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է։ Նիկոլ Փաշինյանը դրսից տղա է բերում Հայաստանի վրա, ուզում է փող, գործիքակազմ, որ իր վերարտադրությունը կարողանա ապահովել, հասկանալով, որ կորցրել է ժողովրդի կողմից աջակցությունը 1 եւ երկրորդ այլևս պետական, վարչական, ուժային ռեսուրսները բավարար չեն իր վերարտադրության համար։ Ու ամենախայտառակը, որ բերում են Մոլդովայի օրինակը, մենք գիտենք ինչա տեղի ունեցել։ Բազմաթիվ ընդդիմադիր ուժերի արգելել են մասնակցել ընտրություններին։ Եթե սա է Եվրոպական միության եւ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության, անկախության մասին պատկերացումները, սա շատ վտանգավոր սկիզբ է, սա մեր կողմից դատապարտելի է եւ մենք կոչ ենք արել նաեւ քաղաքական դաշտի բոլոր ուժերին հանդես գալ։ Այս խնդիրը պետք է կանխվի, սա շատ ուղիղ միջամտություն է եւ անընդունել։ Իսկ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմին, այսինքն հիբրիդային այդ ամեն ինչը անում այսօրվա գործող իշխանությունը, թուրքական, ադրբեջանական թեզերը Հայաստանի հասարակության մեջ տարածում են իրենք են Ալիևով վախեցնում էր ժողովրդին կրկին ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու համար։ Եվ առհասարակ բոլոր ուժային կենտրոններին է սա վերաբերում։ Միջամտել Հայաստանի ընտրական process-ին, սահմանափակել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ ընտրելու եւ իշխանություն ձևավորելու բացառիկ իրավունքը, սա մեր կողմից բնականաբար անընդունելի է եւ մենք բոլոր հնարավոր միջոցներով հիմիկվանից այս խնդիրը բարձրաձայնել ենք, որտեղ ակնհայտ է, չէ՞, ինչ են անելու։ Հիմա ինչ են ասում, ռուսական ազդեցությունից ընտրությունները պաշտպանեն կամ հակապետական, հակաժողովրդական ուժերից։ Հակապետական ուժը այսօր ԿՊՆ-ն է, հակաժողովրդական ու ժողովրդավարական ժողովրդավարության թշնամին այսօր անձամբ Նիկոլ Փաշինյանն է եւ նրա թիմը։ Իսկ ըստ ԿՊ-ի ովքեր են այդ ուժերը։ Օրինակ ձեր քաղաքական ուժին վերաբերում են այսօրվա վարած քաղաքականությանը բնականաբար առաջիններից մեկը դաշնակցություն։ Ակնհայտ է, չէ, որ ամեն ինչ անելու են նաև Սամվել Կարապետյանի ուժին չգրանցել։ Հետո կշարունակեն մնացած ուժերին, այսինքն ով ումից վտանգ են տեսնում, փորձելու են ամեն կերպ սահմանափակեն։ Ու սա ներկայացնեն իբրև հանուն ժողովրդավարության, բայց իրականում ժողովրդավարության դեմ ամենամեծ եւ վտանգավոր քայլն է, որ փորձում են անել։ Իսկ բացի դատապարտելուց ինչ որ գործիքակազմ ունի ընդդիմությունը սրան ընդդիմանալու կամ որտեղ է խոսելու կամ բողոքելու։ Տեսեք, բոլոր միջազգային հարթակներում Դե միջազգային հարթակները աջակցելու հաստատ։ Չէ, պետքա մեր ձայնը բարձրաձայնենք, մեր դժգոհությունը հայտնենք։ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին մենք առաջիկա օրերին նաև մեր վերաբերմունքն ենք արտահայտելու, նամակ ենք ուղարկելու, մեր տեսակետն ենք հայտնելու, այսինքն շատ ակնհայտ հող են նախապատրաստում լեգիտիմացնելու Նիկոլ Փաշինյանի առաջիկա ապօրինությունները, բռնաճնշումները, ձերբակալությունները։
Սա ակնհայտ այս ուղղությամբ են գնում։ Սրա դեմ պետք է Հայաստանի դաշտին, որում այսօրվա մեր կոչերից մեկը նաև նա էր, որ բոլոր քաղաքական ուժերը տեսակ այդ հայտն են։ Կապ չունի, որ դաշտում են գտնվում։ Շատ հստակ ասում են միջամտելու ենք։ Այսինքն ո՞րն է գնահատականը։ Բայց ԵՄ-ին դեսպաններին դիմել է ԵՄ եւ Հայաստանի իշխանությունների շահերը համընկնում են նրանց դիմելուց ինչ ակնկալիք ունեն։ Չէ, դիմելը ասելով մենք մեր բողոքը արտահայտելու մասին է, դիրքորոշումը ներկայացնելու մասին է, տեսակետները հայտելու մասին է, որ դեմ ենք այս ամեն ինչին, դուք չեք կարող սա իրականացնել։ Ընդ որում ասեմ, Նիկոլ Փաշինյանը այս տեմպերով ու հիշեք սա հերավոր բանի մասին չի խոսք։ 1-2 ամիս հետո Ալիևը եւ Էրդողանը հայտարարելու են, որ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու նպատակով մենք պետք է ամեն կերպ աջակցենք Նիկոլ Փաշինյանին նրա վերարտադրությունը ապահովելու համար։ Հիշեք, սրան է գնում ամեն ինչ ու սպառնալու են հայ ժողովրդին։ Եթե չընտրեք Նիկոլ Փաշինյանին, տեղի կունենա պատերազմ։ Ինչի հիման վրա եք դա ասում, որ նման հայտարարություններ ամեն ինչի 21 թվականի արդյունքները հիշում եք 21 թվականին, երբ որ Թուրքիայի գլխավոր ռազմական շտաբը հայտարարություն արեց, ասես մենք Հայաստանում իշխանափոխություն թույլ չենք տա։ Պարոն Սաղաթելյան, կարող է դուք ընդդիմությանը ամբողջական նկատի ունեմ, ինչ որ կերպ կամ ոչ անկեղծ եք ընտրողներին, հասարակությանը հայտնում, թե դուք ինչ եք առաջարկում։ Մենք բոլորս գիտենք իշխանությունը ինչ է առաջարկում։ Դուք ինչ եք առաջարկում։ Մեկ պրոբլեմն է, որ անկեղծ ենք ասում։ Չենք խափում։ Ստեղ է պրոբլեմը, ոչ թե անկեղծ չենք ասում, այլ անկեղծ ենք ասում։ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Ասում է ձեր որդին այլևս բանակում չեք ծառայի, լինելու է խաղաղություն, լինելու եք երջանիկ, որտեղ հաց այնտեղ կաց, այլևս զինվոր չի զոհվել։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք Ժորժ ջան, ինքը խափում է ձեզ։ Եթե ուզում ենք խաղաղություն լինի, մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, ով կկարողանա ապահովել։ Դուք գուցե ասում եք, բայց գործիքակազմը չեք ասում։ Ուժեղ բանակ, որը կարողանա ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ մեր քաղաքացիների պաշտպանությունը։ Ինքը ասում է բանակը առաջնային չի անվտանգության հասնելու հարցում։ Պետք է կատարենք Թուրքիայի, Ադրբեջանի պահանջները, հասնենք խաղաղության։ Մենք ասում ենք դա ինքնասպանության ճանապարհ է։ Ինչպես ունենալ ուժեղ բանակ։ Մենք 92-3 թվականին այդ քանդված տնտեսությամբ այդ իրավիճակում տարիների ընթացքում այո մենք կարողացել ենք ունենալ տարածաշրջանում ամենաուժեղ զինված ուժերը հայկական բանակը։ Դա քանդել է Նիկոլ Փաշինյանը։ 5 տարվա մեջ վերցրեք Հայաստան Դաշնքի ծրագիրը նայեք, մենք ժամանակացույցով, տարիների կտրվածքով, գումարով, սպառազինությամբ նկարագրել ենք, որ 4 տարվա մեջ ինչպես ենք վերականգնելու հայկական բանակը եւ զինված ուժերը։ Այսինքն տեսեք ինքընտրություններին ձայն հավաքելու համար կրճատեց զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն 24 ամսվա դարձրեց 1.5 տարի։ Իհարկե բոլոր հարցումներով հանրությունը շատ դրական է վերաբերվում, որովհետև իրենց զավակները, որդիները ավելի քիչ են ծառայելու, բայց ոչ մեկ չի ասում իրականում, որ ինչ վտանգների է դա բերելու, այդ զինվորները մեր արդյոք բավարարելու են մեր երկրի սահմանները պաշտպանել, իսկ եթե չեն բավարարելու, դա ինչ հետևանքներ է ունենալու։ Հասկանում եք, այսինքն կարելի է մարդկանց հաճելի պոպուլիստական թեզեր ասել քվեստանալ։ Այսինքն 21 թվականին ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Խաղաղություն էր խոստանում։ Դե 21 թվականի կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղն էր։ Այո, բայց հիմնական թեզը, որ եթե ես չլինեմ, երկրում լինի իշխանափոխություն, դա հավասար է պատերազմի։ Ինչ եղել է Ժորժ ջան, այլևս գնում ենք խաղաղության դարաշրջան եւ այլ եւ այլ։ Իրականում խոստացավ խաղաղություն, բերեց մահ, կոտորած Արցախի հայաթափում, ցեղասպանություն եւ Ադրբեջանի զորքեր այսօր գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այսինքն այսքանից հետո պետք է սրան հավատալ ու գնալ քվեարկել, չի լինելու Հայաստան։ 5 տարի, ես ասում եմ, պատերազմի նոյեմբերի 9-ը մինչև ու դրանից հետո հասցված վնասները ավելի մեծ են եղել։ Հիմա այս մարդկանց բայց նա Թրամփի հետ հռչակագիր ունի նախաստորագրած եւ ասում է, որ դա խաղաղություն է։ Սյունիքում ասում են, այո, չեն կրակում։ Եկեք այս չկրակելուն էլ անդրադառնանք։ Նայեք, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը կրակելու պատճառը ո՞րն էր։ Արցախն էր, չէ՞։ Հիմա դու Արցախը հանձնել ես։ Հանձնել է ինքը, ծախել է։
ու հանձնել է 4000-ից ավել զոհերի գնով 150,000 մարդ անտուն, անգերեզման եւ այլ, այսինքն հանձնել ենք։ Եթե կոնֆլիկտի պատճառը չկա այլևս, անընդհատ հպարտանալ, որ չեն կրակում, այլ հանձնել ես։ Բայց քանի որ այնքան անողնաշար հայրենադավ են, որ Արցախից հետո Ադրբեջանը գտնում է Հայաստանի տարածքում։ Այսօր չկրակել Երևանի վրա դա ներկայացնել իբրև խաղաղություն մեծ ձեռքբերում, հիմա տեսեք, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայասյունիքից ինչքան էր հեռու ադրբեջանական զորքերը, Գեղարքունիքից որքան էր հեռու, Ջերմուկից որքան էր հեռու, այսինքն թշնամուն բերել նստեցրել է Հայաստանի տարածքում, անընդհատ զիջում է, դրա դիմաց չեն կրակում ընդամենը մի քանի ամիս ու դա ներկայացնում են մեծ ձեռքբերում։ Ինքը հայտարարում է 24 թվականը Հայաստանի պատմության ամենախաղաղ տարին է եղել։ 24 թվականը իրականում Հայաստանի նորանկախ պատմության հերթական զիջման, հանձնման տարին է եղել, որովհետև Տավուշի հատվածում մեր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնել է Ադրբեջանին ոչնչի դիմաց։ Այսինքն շարունակ հանձնի, եթե դու առանց լավ sense ասեմ, եթե դու առանց կրակոցի ինչ ուզում ես, ինչ ուզում են, տալիս ես։ Ես վատ հարց եմ տալու, պարոն Սաթարյան, չի տալիս։ Ինչ է լինում։ Գալիս է այլ իշխանություն եւ փորձում է, որ օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնում են այս տարածքի նկատմամբ հավակնություններ ունեն եւ այդ նոր իշխանությունը այդ տարածքները չի տալիս։ Սյուները չի դնում, ճանապարհը չի փոխվում, Գորիսից կապան առանց ադրբեջանական հսկողության այդ հատվածի են գնում։ Ինչ է լինում։ Տեսեք, այս ամենակարևոր հարցերից մեկն է։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, որ Ալիևը ինչ ուզում է, պետք է տանք, որտեղ եթե չտանք, պատերազմ կլինի։ Հիմա կասեմ, այսինքն երկու բան պետք է տեղի ունենա։ Քանի Ալիևը կա, Նիկոլ Փաշինյանը պետք է լինի Հայաստանի իշխանություն, եւ ինչ ուզի պետք է տանք, որովհետեւ պատերազմ կլինի։ Իսկ մենք ասում ենք, որ չէ, այդպես չի, դա ինքնասպանության եւ ոչնչանալու ամենաարագ ճանապարհն է։ Այդպես չեն կարող։ Հիմա ինչի Ադրբեջանը շարունակ ուզում Հայաստանից, որովհետև տվող կա, որովհետև հանձնող կա։ Եթե լինի դիմադրություն, չի կարա քո ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանը հավակնություն ունենա։ Վերջը ինչի է այս ամեն ինչը։ Երբ որ դու հրաժարվում ես արցախահայերի վերադարձի իրավունքից եւ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը նույն ասնում ես մեր վերադարձ իրավունքի հետ, պարզ է, չէ, որ Ադրբեջանի լեզուն երկարում է եւ Հայաստանի ներկայացնում են նոր պահանջներ։ Երբ որ դու հրաժարվում ես երրորդ երկրի զորքեր կանգնեցնելու քո երկրի սահմաններին, մնում ես անպաշտպան, չէ, երբ որ դու ուզում ես Ադրբեջանի հետ ստորագրես փաստաթուղթ խաղաղության առանց որևէ երրորդ կողմի իրական երաշխիքի եւ երաշխիքի մեխանիզմների, բնական է, չէ, որ դու մնում ես մենակ։ Վերջապես ցանկացած կառավարության գլխավոր խնդիրը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ դարձել է հանրապետության վարչապետ, ինչ է ասել։ Ձեռքը դրել է սահմանադրության վրա, երթվել է, չէ, պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանությունը։ Ինքը դա չի կարողանում անել։ Վերջը ցանկացած պետության գլխավոր իշխանության ֆունկցիան իր երկրի տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պահպանելն է։ Ինքը հրաժարվել է այդ գործառույթից։ Հիմա բա պետությունները ինչ են բանակ ունենում, ինչ են զինված ուժեր ունենում, ինչի են արտաքին քաղաքականություն վարում եւ աշխարհակաղակական տարբեր ռազմական դաշինքների մաս կազմում իրենց երկրի անվտանգությունը ապահովելու համար, չէ։ Հիմա այս մարդը բոլոր տեղերում ձախողել է, ասում է հնարավոր չի պահել։ Մենք էլ ասում ենք հնարավոր է։ Բայց դուք չեք ասում ինչպես է հնարավոր։ Շատ պարզ։ Ունե կայուն բանակ, որը կպաշտպանի մեր երկրի տարածքային ամբողջականությունը, քաղաքացիների անվտանգությունը, ճիշտ արտաքին քաղաքականություն։ Որն է դա։ Եվն է թե կամ է կարճ։ Նախ մեր միշտ ենք ասել եվն է, եւ դա հնարավոր է, եւ այն տարիներին, որ մենք ենք եղել նաեւ իշխանության մաս, դա ապացուցել ենք ամենաարդյունավետ ճանապարհն է եղել։ Դա եղել է, չէ, դա փաստ է, չէ։ Դու Ռուսաստանի Դաշնության հետ ունես ռազմավարական դաշնակցային պայմանագիր, այդ երկրի ռազմաբազան գտնվում է քո պետության տարածքում, չես կարողանում ճիշտ հարաբերություն կառուցես, օգտվես դրանից քո երկրի տարածքները, սահմանները պաշտպանելու հարցում, հիմա ուզում ես նրանց երկրից դուրս բերել,
տեղը լրացնելով ճշտամական Բայց այդտեղ էլ ունի հակասությունը իր հակադարձում ասում է որ 2022-ին երբ Սյունիքում ջերմուկում էին ադրբեջանցիները երբ եկավ սեպտեմբերի 13-ին հրավիրեցին 22-ին կարծեմ հապկ նախագահանով ժամանեց պատմությունը ինքը ասում էր մի հատ գնահատական տվեք Ադրբեջանին թուղթ ու գրիշն էլ տալիս էր ասում էր մի հատ որոշեք մեր սահմանը որտեղա բերեք կանգնացրեք գիտեք ինչ կա շարունակ ձախողել ու անընդհատ մեղավորներ գտնել փաստորեն ինչա տեղ ունենում ռուսները մեղավոր են նախկինները մեղավոր են արցախահայերը մեղավոր են զինվորականները մեղավոր են պարզվում է եկեղեցին մեղավոր է բոլորը մեղավոր են բացի այն գլխավոր մեղավորից եւ պատասխանատուից որ այս ամեն ինչի համար պատասխանատվություն է կրում ձախողել է Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարիները ձախողման, պարտության, նվաստացման որևէ տեղ չի աջողել։ Միակ բանը հիմա որ մնացել է, պարկով փող ենք վերցրել, ասֆալտ ենք արել, լավ։ Դուք խորհրդարանում չգնացիք որոշակի շարժումներից հետո խորհրդարան, հիմա գնում եք եւ այնտեղ ձեր աթոռը որտեղ դուք աշ փոխնախագահ եք եւ որի շուրջ միականի ամիս պատտվեց քաղաքական օրակարգ այդպես էլ մնաց թափուր ինչպես եք պատրաստվում եւ ինչ ձևաչափով եք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին եթե արդեն որոշել եք դաշինք է լինելու դա միայն ընտրությունների ձևաչափի մասին դեռ որոշում չունենք այդ հարցը որոշելու է կուսակցության առաջիկա գերագույն ժողովը կքննարկենք կգնահատենք իրավիճակը եւ համապատասխան որոշում կկայացնենք։ Իսկ գոհ եք այս եթե ամփոփենք ձեր խորհրդարանական աշխատանքից որպես քաղաքական թիմ եւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն չնայած Գիտեք, մենք խորհրդարանում այսօրվա իշխանության այս վիճակը, այս ռեյտինգը մենք խորհրդարանում, խորհրդարանից դուրս բոլոր հնարավոր միջոցներով փորձել ենք պայքարել, որ ասեմ գոհ եմ, ինչպես կարող եմ գոհ լինել, երբ որ այս չարեկ իշխանությունը դեռ շարունակում է մնալ իշխանության, բայց միաժամանակ նաև գնահատում եմ մեր գործընկերների այն աշխատանքը, որ այդ այլանդակ պայմաններում աշխատել են, աշխատում են եւ փորձել են իրավիճակ փոխել։ Եվ վերջին հարցը Պարոն Սաղաթելյան, Արցախահայերի հետ ինչպես են ձեր աշխատանքային հարաբերությունները, ինչ եք անում, նույն իրենց վերադարձի հարցը, որը նշեցիք, հավասարեցվեց Ադրբեջանի որոշ ստեղծած եւ ոչ հիմնավի հարցերի հետ, ինչպես եք կարծում, ինչ պետք է լինին այդ հարցերը եւ ինչպես եք դուք հարաբերվում քաղաքականապես, օրինակ հանդիպումներ, ի վերջո այդ ինստիտուտները ինչ են ասում եւ ինչ են անում։ Գիտեք, մենք պետական ինստիտուտների Արցախի որ կան, նրանց պահպանումը կարևոր ենք համարում։ Մեր համար իհարկե անընդունելի, դատապարտելի ու անհասկանալի էր Արցախի թեմի առաջնորդի պահվածքը, բայց այդ դնենք մի կողմ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է եւ գիտեք նաեւ առաջարկեց Ալիևին համատեղ ծրագիր մշակենք այս հարցը վերջնական փակելու համար։ Այս Ալիևի հերթական պահանջները կատարելու այդ ինքը նոր չի սկսել այդ գործընթացը։ Աշխատում են քաղաքական ուժերի, պետական ինստիտուտների հետ ու պարզ մարդկանց քաղաքացիների։ Տեսեք, շատ կարևոր է, որ մարդիկ շարտագաղթեն Հայաստանից, չնայած պայմաններ չի առաջարկում, այս պետությունը ավելի շատ շոու է անում, քան իրական պայմաններ։ 150,000 մարդ սրանց գործունեության արդյունքում դարձել են անտուն, անգերեզման, թափառական վիճակում եւ պետությունը շատ մատների արանքով իհարկե որոշ ծրագրեր անում են, բայց սա կյանք է ցույց տալի, որ կա արտագաղթ, մարդիկ լքում են, որտեղ չեն կարողանում այս իրավիճակում այս պայմաններում ապրել։ Արցախահայերի վերադարձի օրակարգը մենք չգիտենք ում համար կփակվի, ով սա կհամարի պոպուլյար թեմա, ընտրություններին ձայն բերելու թեմա թե չէ, բայց դա մեզ չի հետաքրքրում։ Մեր համար Արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը եւ օրակարգը չի փակվել եւ չի կարող փակվել։ Ինչ ճնշումներ ուզում է լինել, ինչ պահանջներ ուզում է լինել, Դաշնակցությունը իբրև ազգային համահայկական ուժ, այս հարցը մեր համար առաջնային է եւ մենք չենք հրաժարվելու մեր իրավունքներից եւ աշխատելու ենք մեր հայրենակիցների հետ։ Անշուշտ խայտարակ նաեւ սոցիալական ծանր պայմաններում են գտնվում, որտեղ աջակցության լուրջ կարիք կա։ Մենք տարբեր ծրագրերով Հայ օգնության միության, մեր Սփյուռքի կառույցների սոցիալական տարբեր ծրագրերով փորձում ենք օգտակար լինել մեր հայրենակիցներին, բայց սա պետության հոգացության կարիք ունեցող եւ այդ մասշտաբի հարց է, այսինքն որևէ կազմակերպություն կամ բարեգործական եւ այլ ծրագրերով իրենց խնդիրները չես կարող լուծել ու նաեւ ինքը քաղաքական հարց է։ Հետևաբար մենք պետք է կանգնենք մեր հայրենակիցների կողքի
կյանքին եւ ինչ որ կարող ենք այդ ուղղությամբ անելու արել ենք եւ շարունակում ենք անում։ Շնորհակալ եմ պարոն Սաղաթելյան, մեր դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էր։